Բարև ձեզ սիրելի ուսուցիչներ եւ աշակերտներ։ Ես Գևորգ Հովհաննիսյանն եմ։ Ծնվել եւ մեծացել եմ Սպանդարյանում, սովորել եւ ավարտել եմ Սպանդարյանի միջնակարգ դպրոցը։ Իմ շատ սիրելի ուսուցիչների նվիրված աշխատանքի եւ փոխանցած գիտելիքների շնորհիվ այսօր ես ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայի շատ քաղաքներում հանդես եմ գալիս որպես 21-րդ տարի նորարար ճարտարագետ։ Սիրելի 7-րդ դասարանի աշակերտներ եւ ուսումնական նախագծային աշխատանքի ղեկավար Ընկեր Խաչարյան, սիրով եւ ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ ներկայացնել իմ նորարարություններից մեկը, որը բավականին մեծ փոփոխություններ է բերել գյուղատնտեսության ոլորտում՝ ֆիտոլամպերը։ Նախ ասեմ, թե որտեղից է առաջացել գաղափարը։ 2016 թվականին մեծ թափ էր առնում ջերմոցաշինությունը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Արևի սակավության պատճառով ջերմոցներում օգտագործվում էին լամպեր բույսերի ֆոտոսինթեզի գործընթացն ապահովելու համար։ Սակայն այդ լամպերը շատ հոսանքատար էին եւ հաճախ դրանց օգտագործման արդյունավետությունը ավելի քիչ էր։ Այդ ժամանակ միտք առաջացավ ստանդարտ լամպերը փոխարինել LED տեխնոլոգիայով հավաքված լամպերով։ Սկսեցի հետազոտություններ կատարել, հետազոտել աճեցող լույսերի առանձնահատկությունները, ինչպես նաև լույսի հոսքի ալիքի երկարությունը եւ որը անհրաժեշտ էր բույսերին ֆոտոսինթեզի ողջ գործընթացն ապահովելու համար։ Լամպի առաջին նախատիպը պատրաստել արդեն 2016 թվականի տարեվերջին։ Իհարկե հարկավոր էր կատարելագործել այն, քանի որ զարգանում էր նաև LED տեխնոլոգիան։ Ի վերջո հասանք նրան, որ լամպ ուներ արդեն 12 տարբեր ալիքի երկարությամբ LED չիպեր հատուկ դասավորությամբ, որը օգնում էր բույսերի ֆոտոսինթեզի ողջ գործընթացն ապահովելու համար։ Բույսերի տեսակից կախված լամպի հզորությունը, ալիքի երկարությունների դասավորությունը կարող էր փոփոխվել։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ հարկավոր էր ավելի մանրամասն տեղեկատվություն իմանալ բույսերի պահանջմունքներից։ Սկսեցի համագործակցել Նորվեգիայում գտնվող բույսերի հետազոտման լաբորատորիաներից մեկի հետ։ Յուրաքանչյուր բույսի համար տրվում էր առանձնակի տեղեկատվություն պահանջվող հզորության եւ ալիքի երկարությունների հետ կապված։ Հայաստանում քիչ տարածում գտավ լամպերը, քանի որ Հայաստանում մասնավորապես Շիրակի մարզում արևային օրերի քանակը շատ էր, հասնում էր մինչև 300 օր տարեկան, իսկ օրինակ Նորվեգիայում շատ փոքր թիվ էր կազմում։ Ամիսներով արև չի լինում, սակայն 2020 թվականի կորոնավիրուսից եւ պատերազմից հետո գրեթե դադարեցի զբաղվել լամպերով։ Կորոնավիրուսի ժամանակ սենյակներն ախտահանելու խնդիր կար Հայաստանում։ Հարկավոր էր ստեղծել սարք, որը կարող է լուծել այդ խնդիրը։ Բավականին սեղմ ժամկետներում ինձ հաջողվեց նախագծել եւ ստեղծել օզոնային գեներատորներ։ Իհարկե, պատրաստումն իրականացվեց Ալի Խանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում, որտեղ աշխատում եմ մինչև հիմա։ Այս նախագիծն իրականացվեց 22 օրում։ 2020 թվականի ապրիլի 20-ին արդեն պատրաստ են 20 օզոնային գեներատորներ, որոնք փոխանցեցինք առողջապահության նախարարությունը։ Այժմ զբաղվում եմ ինժեներական գործունեությամբ, աշխատում եմ ՑԵՌՆ-ում, միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում, որը աշխարհի բարձր էներգիաների ֆիզիկայի խոշորագույն լաբորատորիան է։ Այն ունի 100 կիլոմետր պարագծով արագացուցիչ։ Այստեղ աշխարհի ամենամեծ եւ ամենազգայուն դետեկտորի պատրաստման աշխատանքներին եմ մասնակցել։ Աշխատանքները ավարտելուց հետո այն կունենա մոտ 250 տոննա քաշ եւ այդ դետեկտորը ցանկանում եմ ձեզ ցուցադրել։ Դեռ հավաքման փուլում է, այսինքն դեռ շատ գործեր կան արվելու այնտեղ եւ երևի թե այս կանեմ։ Շնորհակալություն ձեզ։